Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը Ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Վկանտակցիում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակցիում ենք։ Քեզ ի՞նչ է եղել։ Ոչ մի բան։ Ոնց ոչ մի բան։ Զանգում ես հետս վատ ես խոսում, հիմա էլ չես էլ գրկելու ինձ։ Ոնց ստացվեց, որ եկար։ Էդ ինչ կապ ունի, եկել եմ էլի։ Դու ասա տեսնեմ ինչ է եղել։ Անի դու իմ ընկերուհին ես, չէ՞։ Լավա հիշեցիր Մարիա ջան, հա, մանկուց։ Ու եթե ասել եմ, որ 20 րոպեից եմ գալու, այդ չի նշանակում, որ էլ քո ընկերուհին չեմ։ Բա ինչ է նշանակում։ Դե որ զբաղված է, ինչ է, հնարավոր չի։ Հնարավոր է ան։ Ես հասկացել եմ, որ այս կյանքում ամեն ինչ է հնարավոր։ Հեգնանքը չհասկացա։ Հիմա գլուխս կպայտի, դու կարես խոսած բացատրես ինչ ա եղել։ Ան ինձ օգնություն ա պետք։ Բասա։ Ինձ պետք է Ռաֆին գտնել։ Շատ շտապ։ Ինչի՞ դա պետք։ Ան ասում եմ պետք է կօգնես ինձ։ Ոնց ես։ Հան, չգիտեմ ոնց, բայց կօգնես հարցնում եմ։ Հա Մարիա ջան, իհարկե կօգնեմ, բայց արի մի հատ խոսանք, հասկանանք, հանկարծ մի հատ էլ սխալ չանես։ Ռաֆին հանդիպելը սխալ է, չէ՞։ Իհարկե սխալ է։ Հաստատ։ Հա Մարիա ջան, հաստատ դրանից հեռու մնա։ Իսկ դու հեռու ես մնում անի։ Հա՞։ Ինձ որ խորհուրդ ես տալիս Ռաֆից հեռու մնամ, դու հեռու ես մնում անի։ Չես լսում, չեմ հասկանում։ Լսում եմ, ուղղակի հարցը չեմ հասկանում։ Ան մի անգամ էլ եմ հարցնում, ու սա կլինի վերջին անգամը։ Դու Ռաֆի հետ ինչ գործ ունես։ Ինչ շփում դուք կարող ա ունենաք։ Ոնց է ստացվում, որ դուք գիշերը հանդիպում եք, առավոտը գալիս է ինքը քո աշխատանքի վայր։ Այն դեպքում, երբ Ռաֆը բոլորից խուսափում ա, երբ տուն անգամ չի գնում։ Երեք մենակ իր տան անդամները գիտեին, որ ինքը գալու է, դու որտեղից գիտեիր։ Պայմանավորվել եք։ Ուղեղից մեջ չի տեղավորվում, դուք ինչ գործ կարաք իրար հետ ունենաք։ Ոնց է ստացվում, որ դուք գիշերը գաղտնի հանդիպում եք, առավոտյան ինքը քո աշխատանքի վայրի մոտ ա լինում։ Ինչ ունեք իրար հետ քննարկելու։ Ինչ ունեք իրար հետ կիսելու, ինչ ես դու հիմա աչքերից մեջ նայելով ինձ խաբում։ Դու այդ 20 րոպեն ուզում էիր, որ Ռաֆին տեսնեիր, հետո նոր գայրի մոտ։ Ինչի։ Մարկ, դու ես ինչ ես խոսում, լրիվես գժվե։ Դու գոնե հասկանում ես ում ես այդ ամեն ինչ ասում, թե չէ։ Մտածում էիր գլխի չեմ ընկնելու, այդքան հիմար եմ, որ չեմ հասկանալու, հա։ Ինչա թե մտերիմ ենք, պետք է այդ ամեն ինչը ես չընկալեի։ Չէ, ես ուղղակի զարմացած եմ, ես կյանքում չէի մտածի, որ դու իմ մասին սենց վատ բաներ կասես։ Հերիք անի։ Հերիք աչքերից մեջ նայելով խափես։ Ես ամեն ինչ իդեալական հասկացել եմ, որ դու ոտքից գլուխ սուտ ես եղել, որ դու լավ ընկերուհի ես խաղացել, բայց մեջքից հետևում թշնամուս հետ մտերմացել ես։ Ու Աստված գիտի, որ այսքան դժբախտությունների մեջ ինչքանով է քո մատը խառը։ Ինչ։ Ինչ որ լսեցիր։ Մարիա հերիկա, ես էլ չեմ դիմանում։ Դու քեզ լրիվ ես կորցրել։ Հերիք չէ ինձ անտեղի մեղադրում ես, մի հատ էլ վիրավորում ես։ Որովհետև արժանի ես անի։ Ես քեզ արդեն երկրորդ անգամ եմ տեսնում Ռաֆի հետ։ Դրանից անմիջապես հետո զանգում եմ քեզ, ասում ես ավետի հետ եմ, աշխատանքի եմ։ Եթե թաքցնելու բան չունես, ինչի ես խափում։ Անի դու խափում ես այն մարդուն, ով որ ամենաշատն է քեզ վստահել։
Դու շատ լավ գիտես, որ իմ կյանքում շատ բաներ են եղել, որոնց մասին ոչ մամաս է իմացել, ոչ պապաս, դու ես իմացել, Անի։ Որովհետև մտածել եմ ընկերուհիս ես, մտածել եմ, որ ինչ է լինի, նույնիսկ եթե ես սխալ լինեմ, դու իմ ձեռքը կբռնես ու իմ կողքին կլինես։ Մարիա, Ես չեմ հասկանում ոնց եմ ես քեզ հավատացել։ էլ չշարունակես, խնդրում եմ, ես էլ չեմ դիմանում։ Ինչի՞։ Ռաֆին կկանչես։ Էդ ոնց է Ռաֆը քո պաշտպանը դարձել, ինչ ա արել, ինչ ա փոխվել, որ դու իր հանդեպ այդքան փոխվել ես։ Դու հիմա նենց բաներ ես ասում, որոնց համար զղջալու ես։ Ինչ ա խոստացել քեզ, Անի։ Լիլ, ասում ես, որ ամուսնանանք, սենց համով բաներ կգնես, թե ավեսդ կփախնի։ Դե, որ քեզ խելոք պահես, ինձ շատ փող տաս, ամեն օր էլ կառնում։ Չհասկացա։ Դե, ինչ կա չհասկանալու, դու չգիտես, որ ամուսնությունից հետո կնոջ տրամադրությունը կախված է տղամարդու գրպանից, գիտնականներն են ապացուցել։ Ինչ էլ ռոմանտիկ բացատրեցիր։ Ճիշտն եմ ասում։ Լավ, խոստանում եմ, ես ինձ լավ կպահեմ։ Ես էլ խոստանում սոված չես մնա։ Արի գոնե հիմա անկեղծ լինենք իրար հետ։ Արի ամեն ինչ մի կողմ դիր ու մարդ մնա, Անի։ Մարիա մի հատ հանգստացի, սուս մնա։ Դու ես հետո վատ զգալու քո խոսքերի համար։ Նոր զղջալու է, հիմա դարձավ վատ եմ զգալու։ Դու սխալ ես, ու ես քեզ 2 րոպեում այդ կապացուցեմ։ Իսկ ինչի է քեզ թվում, որ ես քեզ հավատալու եմ։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե Դավիթը ոնց է հիասթափվելու ու ինչ է անելու, երբ էս ամենի մասին իմանա։ Դավիթը ոչ հիասթափվելու է, ոչ էլ ինչ-որ բան անելու, որովհետև ես ոչ մի վատ բան չեմ արել, Մարիա։ Հեգնանքդ հեչ տեղին չէր։ Լավ, եթե դու ոչ մի վատ բան չես արել, եթե դու ինձ չես խաբել ու Ռաֆի հետ կապ չունես, ինչի չես ասել, որ հանդիպել եք ու խոսել եք։ Ուղղակի չէի ուզում, որ իմանաս։ Անի հետ խաբել չդարձավ։ Գիտես ինչ, ես հիմա քեզ չեմ համոզելու։ Դու ուղղակի ինքդ հիմա ամեն ինչ կլսես, բայց ես քեզ խոստանում եմ։ Ես դրանից հետո կհեռանամ ու դու էլ ինձ չես տեսնի։ Վայ վերջապես, Ան, գիտես երեկվանից քանի անգամ եմ քեզ զանգել, որ մի նորություն իմանամ։ Ինչ եղավ։ Տեսար Ռաֆին, Մարիան եկավ։ Լիլ ջան, կներես, այդ օրը շատ խառն էի, չկարողացա քեզ զանգեի, բայց դու հանգիստ եղի։ Մարիան չեկավ։ Ռաֆն էլ էր հանգիստ ու Մարիայի անունը չտվեց։ Այսինքն չեն հանդիպել։ Չէ, ես Ռաֆի հետ ուղղակի մի քիչ խոսացի, համոզվեցի, որ Մարիան տարածքում չի ու գնացի։ Ան, կներես, որ քեզ անհանգստացրեցի, ուղղակի շատ էի վախենում, չգիտեի ինչ անեի։ Ինձ թվում էր Մարիան ու Ռաֆը կհանդիպեն ու մի բան կլինի։ Կներեսի բան չկա։ Ինչ արել եմ, ընկերուհուս համար եմ արել։ Ոչ թե Ռաֆի։ Բայց Ռաֆը սկսեց ինչ-որ մի բան կասկածել, չհավատաց, որ ուղղակի ձեր տան դիմացով անցնում էի։ Այսօր էլ աշխատավար էր եկել։ Իմ պատճառով էլ ընկար պրոբլեմների մեջ։ Չէ, ոչ մի խնդիր, ընկերուհուս համար եմ արել։ Պետք լինի, էլի կանեմ։ Էլ որ օրվա համար ենք։ Լավ, Լիլ ջան, լավ մնաք, զանգեմ, հա։ Այսինքն քեզ Լիլիթներ կանչել։ Կներես, Ան։ Ինչի։ Ինչ ունեիր ասեցիր, անկեղծացար, հիմա լավ ես քեզ զգում, հա։
Ես ուղակի ան ինձ էլ հասկացի։ Երկու օր իրար հետևից քեզ Ռաֆի հետ եմ տեսել, ինչ մտածեի։ Ինչ ուզում ես մտածիր, ինչ ուզում ես, բայց ոչ ես։ Ախր ես քո 1000 տարվա ընկերուհին եմ, քույրիկները սենց մոտիկ չեն լինում իրար հետ։ Ոնց դու կարեր իմ մասին այսքան վատ բաներ մտածեր, ոնց, Մարիա։ Ես չեմ ուզում քո հետ խոսամ ու քեզ չեմ ուզում լսեմ։ Ան ոչ միտեղ մի գնա։ Մենք հանդիպել էինք, որ սուրճ խմեինք, չէ՞։ Հիմա միասին կգնանք սուրճ կխմենք ու իրար կհասկանանք։ Չեմ ուզում։ Ես ավելի լավա գնամ։ Ան խնդրում եմ քեզ։ Տեսնում ես ինչ վիճակում եմ։ Կլինի ինձ ընդառաջ գնաս։ Ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Ան Ես չեմ ուզում քեզ լսեմ, մարդ չես հասկանում, չեմ ուզում քեզ լսեմ։ Ան ես ընդունում եմ, որ սխալ եմ։ Կներես ինձ, բայց տես ինչ վատ եմ, հիմա ինձ այսպես թողնելու ես ու գնաս։ Հա, նոնա։ Ռուբեն, ես խոսեցի Մարիայի հետ, ասաց, որ գնում է Անիի հետ հանդիպելու։ Ինչի համար։ Դե ասաց, որ կարևոր բան ունեն քննարկելու։ Նույնիսկ ասաց, որ կարող եմ իրեն տեսազանգով զանգել։ Բայց ես ինձ թույլ չտվեցի։ Չեմ ուզում, որ ինքը իրեն վատ զգա։ Լավ, ես կհետևեմ։ Լավ։ Անի, բալես Մարիան քո հետ է, պատասխանի շատ կարևոր է։ Ան կներես ինձ։ Ես 1000 անգամ պատրաստ եմ քեզնից ներողություն խնդրել։ Մարիա, դու չեկար ու ինձ հետ ոչ մի բան չքննարկեցիր։ Քեզ լրիվ օտարի նման ես պահում։ Նենց տպավորություն է, ոնց որ ես ուղակի ծանոթ եմ քո համար ու ինչ որ վատ բան եմ արել քո հանդեպ։ Ան ես ես վերջերս այնքան վատ եմ, որ նույնիսկ ինքս ինձ չեմ ճանաչում։ Ես այնպիսի բաներ եմ անում, որոնց մասին այն ժամանակ նույնիսկ մտածած չկամ։ Ես ինձ կորցրել եմ ու էլ երբեք էլ չեմ գտնի։ Այսինքն, ինչ է եղել։ Պապա տա գրե։ Ինչ։ Անի, բալես Մարիան քո հետ է, պատասխանի շատ կարևոր է։ Հարցնում է իմ հետ ես, թե չի ասեմ։ Հա, ասա։ Պապա տելի էր զանգե, ուզում էր, որ հանդիպեինք, ու ես համաձայնվել եմ։ Ես ասում եմ, որ իմանաս, վաղը չեմիսոր մի տեղ մեզ չտեսնես մտածես Ռաֆի հրամանով ինչ-որ քայլեր եմ ձեռնարկում ձեր ընտանիքի հանդեպ։ Ան լավ էլի։ Ես արդեն քեզնից ներողություն խնդրեցի։ Իսկ ինչ վերաբերվում է պապային, ես գիտեմ ինչի մասին է ուզում խոսել։ Ինձնից է հաստատ հարցնելու։ Որովհետև ես վերջերս բոլորի աչքին տարօրինակ եմ թվում։ Ու բոլորը անհանգստանում են իմ համար, ու այդ նորմալ է։ Ես էլ եմ անհանգստանում, որովհետև էլ են հին Մարիայից ոչ մի բան չի մնացել։ Ոչ մի բանան, այդ աստիճան ինձ կոտրել են։ Ով Մարիա, կբացատրես ինչա կատարվում։ Ան կարող եմ քեզ մի բան խնդրել։ Ինչ, ասա։ Ան, կօգնես ինձ հանդիպեմ Ռաֆի հետ։ Ես պետքա իր հետ խոսեմ։ Չհասկացա ինչի համար։ Ան շատ է պետք, խնդրում եմ քեզ։ Մինչև չասես ինչի համար, չեմ օգնելու։ Այս պահին մենակ Ռաֆը ինձ կարող օգնի ան։ Մենակ Ռաֆի հետ հանդիպելը կարա ինձ օգնի ան, հասկանում ես։ Ես այս վիճակից դուրս կգամ, եթե Ռաֆին տեսնեմ ու իր աչքերի մեջ կարողանամ նայել։ Ես ոչ մի բան չեմ հասկանում։ Դու ինչ կապ ունես Ռաֆի հետ։
Ինչի պիտի իր աչքերի մեջ նայես, որ հանգստանաս։ Ռաֆը ինչ կապ ունի քո հանգստության հետ, Մարիա։ Մարիա, դու հիմա Ռաֆին տեսնելու համար ես լացում։ Ան կլինի առանց հարցեր տալու օգնես։ Չէ, չի լինի։ Դու եթե Դավիթի պատճառով ես վիճակում լիներ, ես քեզ կհասկանայի։ Բայց որ Ռաֆին տեսնելու համար ես լաց լինում, ես քեզ չեմ կարող հասկանամ։ Մի վարքյան, բայց եթե ուզեցել ես իրան տեսնես ու մեզ տեսել ես միասին, ինչի չես մոտիկացել։ Չգիտեմ, ման։ Ուղղակի վախեցա։ Ու հետո չեմ ուզում այդպես իրեն տեսնել։ Ուզում եմ առանձին միտեղ տեսնեմ։ Ինչի։ Ան խնդրում եմ։ Ուղղակի օգնիր կլինի։ Չլինի մտածում ես, որ կկարողանաս Ռաֆին համոզես, որ գնա ու մեղքը իր վերեն վերցնի։ Քեզ թվում է ինքը այդքան մարդկություն ունի, հա, մեջը։ Կամ այդքան տղամարդկություն ունի, որ իր արածին տեր կանգնի։ Ես թքած ունեմ Ռաֆի մարդ տեսակի վրա։ Ռաֆը մարդ չի, ինքը մարդկային ոչ մի արժեք չունի ան։ Ինքը տարօրինակ մի կենդանի է, այս աշխարհի երեսին ամենավատ բաներով օժտված։ Ես ատում եմ իրան։ Ես ուղղակի ատում եմ իրան, ինքը ամեն ինչի ընդունական։ Ով է պատրաստվի գալիս եմ հետևիցդ, որ գնանք հիվանդանոց, բժիշկը կանչել է։ Մարիա, ինչ ա եղել։ Ես ատում եմ Ռաֆին, զզվում եմ իրանից ան, բայց ես պետք է հանդիպեմ իրա հետ ու ինչ։ Ու դու պետք է օգնես ինձ ան, ես պետք է Ռաֆի հետ հանդիպեմ, էդ ինձ շատ ա պետք հիմա։ Չէ, դու գժվել ես։ Համ Ռաֆի անունը տալուց սենց վատանում ես, համ էլ ուզում ես հետը հանդիպես։ Ես քեզ չեմ օգնելու։ Էն էլ առանձին տեղ։ Ու չեմ էլ թույլ տալու, որ դու այդ քայլը անես, Մարիա։ Ան դու չգիտես, թե իմ հոգու խորքում ինչ քաոս է։ Ես ինձ պարտված ու նվաստացած եմ զգում, թե ֆիզիկապես, ու թե հոգեպես։ Ու այդ ամենի մեղավորը Ռաֆն է։ Ինչ ես անելու իր հետ կասես։ Սպանելու ես, հա։ Խեղդելու ես Ռաֆին։ Չգիտեմ, մեքենայի տակ ես գցելու, ինչ ես անելու հետը։ Մարիա, հասկացի, որ ես ուղղակի չեմ ուզում, որ դու հիմա սխալվես։ Քո մասին չես մտածում, լավ, գոնե Դավիթի մասին մտածի։ Խեղճը իր չարացի համար այնտեղ նստած է։ Դու գոնե պատկերացնում ես, թե ինչ հոգեվիճակում է Դավիթը հիմա։ Հիմա քո միած սխալ քայլը կարա իրան ուղղակի տապալի։ Այդ սխալը արդեն կա։ Ու այդ սխալը ուղղակի կսպանի Դավիթին։ Մարիա, խնդրում եմ, պարզ խոսա։ Ես դեռ ժամանակ ունեմ։ Ես ժամանակ ունեմ այդ սխալը ուղղելու։ Ու դրա համար պետք է հանդիպեմ Ռաֆի հետ։ Պետք է խոսեմ հետը։ Խնդրում եմ քեզ օգնի։ Աղաչում եմ ան։ Հավատա ինձ ու օգնի։ Կօգնես։ Չգիտեմ, ես պետքա մտածեմ։ Այդ դեպքում կլինի գնանք այստեղից։ Ես էլ չեմ ուզում այստեղ մնանք։
Բայց իմ բոլոր հարցերը օդում մնացին։ Ան խնդրում եմ։ Հիմա լավ չեմ, թող մնա հետո, լավ։ Չեմ հասկանում, ինչի են այսքան ձգձգում։ Չեն կարող մի անգամից վիրահատել ու վերջանա։ Օֆա ջան, տենց հեշտ process չի։ Վիրահատելու համար պետք է անալիզներ վերցնել, մի հատ ընդհանուր վիճակը հասկանան, այդքան հեշտ չի։ Մենակ վիրահատելով չի։ Ես ինձ լավ եմ զգում։ Ռուբեն, շատ եմ խնդրում, ասա թող հենց այսօր այդ անալիզները վերցնեն, վերջանա գնա։ Դու չես պատկերացնի, ես ինչ ուրախ եմ, որ դու այսպես վճռական եկել ես։ Բայց արի չշտապացնենք, հա։ Ռուբեն, ես ժամանակ չունեմ։ Հա, ես այսօր կարողանում եմ ոտքի կանգնել, բայց վաղը կարող է չկարողանա։ Ես իմ երեխուն պետք եմ, Ռուբեն։ Ես պետք է շատ արագ ես ամեն ինչի դեմն առնեմ ու վերջանա։ Դու ինձնից լավ գիտես, որ ես բանտում ես ամեն ինչը չեմ արել, Ռուբեն։ Ես նույնիսկ մի տարի շուտ դուրս գալու համար ոչինչ չարեցի։ Բայց այսօր այդ չեմ կարող անեմ։ Ես չեմ կարա թուլանամ, Ռուբեն։ Ես իմ երեխուն պետք եմ, հասկանում ես։ Օֆա, ես ամեն ինչ անելու եմ։ Ոչ մի բան չեմ խնայելու։ Ոչ մի բան։ Ու ես վստահ եմ, որ դու ստեղից ապակինված դուրս ես գալու։ Ապակինված։ Բա որ չստացվի։ Բա որ էլի չկարողանամ պայքարել, ինչ եմ անելու։ Ինչը չստացվի։ Ինչ ես տես տրամադրված։ Ընդհանրապես տես մի տրամադրվի։ Չի կարա չստացվի։ Դու լավանալու ես։ Դու ուժեղ ես։ Դու հաղթելու ես այս հիվանդությանը, ոչ թե ինքն եմ ես հաղթելու։ Դու ես հաղթելու։ Ու հիմա ժամանակն է, որ բոլորիս ապացուցես դա։ Վախենում եմ։ Ռուբեն, շատ եմ վախենում, որ այս անգամ կարող է ուժերս չհերիքի։ Չի հերիքի։ Ոնց կարա քո ուժերը չհերիքի, Օֆա։ Դու ուժեղ ես։ Դու շատ ուժեղ ես։ Հետո դու Մարիային ես պետք։ Դու ինձ ես պետք։ Ու մենք բոլորս ամեն ինչ անելու ենք, որ դու դուրս գաս այս վիճակից։ Երանի ես էլ քեզ նման վստահ լինեի։ Եթե ես մի գրամ ուժ տեսնեմ քո մեջ, ես այդ ուժը վերցնելու եմ ու օգտագործեմ։ Ու մենք հաղթելու ենք, Օֆա։ Բայց հիմա ինձ մի բան խոստացի։ Ու անկեղծ խոստացի, որ դու ոչ մի վայրկյան չես մտածելու պարտվելու մասին։ Ճիշտ ես ասում։ Համաձայն։ Ձեռքդ դիր սրտիս, նորից ասա։ Ճիշտ ես ասում։ Խոստանում եմ։ Այ հիմա հավատացի։ Այսենց եմ ուզում քեզ տեսնել։ Այսենց վճռական, ոչ թե վախեցած։ Դու չես պատկերացնի ինչքան ուժեղ ես։ Դու մոռացել ես։ Հետ արի, Օֆա։ Ախր դու են ուժեղ Օֆան ես։ Ու մենք չենք պարտվելու։ Ես քո հետ եմ։ Դու մենակ չես։ Մենք քո հետ ենք։ Ռուբեն, ես շատ եմ ուզում հավատամ։ Բայց այս ամեն ինչի համար ես անընդհատ սպասում եմ, ես անընդհատ հարմարվում եմ ինչ-որ բաների։ Ես ընդհանրապես ուզում եմ, որ արագ այս ամեն ինչն ավարտվի։ Օֆա, կյանքը սպասելու բան չի։ Կյանքը հաղթելու, առաջ գնալու, պայքարելու համար է։ Ու մենք միասին ենք անցնելու այս ճանապարհը։ Ես կողքիդ եմ։ Աբու լավ, ես արդեն գնամ ուշա։
Մաման կնկատի, որ ուշանում եմ, կհասկանա, որ քո հետ եմ։ Սկսվեց։ Դե ինչ անենք, ապուլ ջան, պետքա դիմանանք միջև այս շրջանը անցնի։ Լավ, արի դուրս գանք, համ մի քիչ կքայլենք, ճանապարհին էլ տաքսի կկանչենք։ Լավ։ Օֆելիա ջան, մենք հստակ գիտենք, որ ձեր շտաբ վիրահատություն ա պետք, բայց միջև այդ պետքա նախապատրաստական փուլեր անցնենք, օրգանիզմը ճիշտ կարգավիճակի բերելու համար։ Ես ինչքան պիտի սպասեմ։ Ուզում եմ հասկանամ, դժվար է այդ վիրահատությունը արագ անել ու վերջացնել այս ամեն ինչը։ Ես հասկանում եմ, որ դու շտապում ես, ուզում ես ամեն ինչ արագ լինի, բայց դա պարզապես հնարավոր չի։ Նախ պետքա սկսել սննդային ռեժիմից, որոշակի բուժումներ ստանալ, օրգանիզմը պատրաստել, եւ հետո վիրահատությունից հետո վերականգնման փուլն էլ է շատ կարևոր։ Այսինքն ես դեռ պետքա սպասեմ, հետո վերականգնվեմ։ Բժիշկ, ես ուզում եմ, որ այս ամեն ինչն արագ վերջանա։ Իսկ եթե ես այս ամեն ինչից ուղղակի հրաժարվեմ, Օֆա, բժիշկը ասում է, որ այս ամեն ինչը պարտադիր է, ոչ թե ցանկալի։ Մենք ամեն ինչ կանենք, որ գործընթացը ավելի հեշտ լինի։ Դուք էլ պետքա մեզ օգնեք։ Ես հիմա օնլայն տարբերակով ձեզ կուղարկեմ բուժումը եւ սննդային ռեժիմը։ Մենք ամեն ինչ կանենք։ Այսինքն մի շաբաթից մենք գալիս ենք ձեր մոտ։ Նախապես ես կզանգարեմ, ժամ կպայմանավորենք, որպեսզի չսպասեք երկար։ Շնորհակալ եմ։ Շատ լավ։ հիմա ինչ ենք անելու։ Հիմա բժիշկը ինչ որ պետքա կուղարկի, այնտեղ ամեն ինչ գրված կլինի։ Բայց արի ես քեզ տուն տանեմ։ Ես հանդիպման եմ շտապում։ Լավ։ Լավ։ Մարիա, ո՞նց ես։ Լավ եմ, դու։ Լավ եմ։ Մի քիչ շուտ գայր Լիլիթին կտեսներ, ստեղ էր։ Ափսոս չհասցրեցի։ Մարիա, ինչա կատարվում։ Այս վերջին շրջանում շատ լուռ ես։ Իսկ այն ժամանակ դու էիր մեզ տիպում, որ խոսեինք, մեր ներսում որևէ բան չպահեինք։ Ինչա կատարվում, կիսվի հետս։ Աբուլ ուղղակի վերջերս գլուխս շատ է ցավում։ Ինչտեղ խմում եմ չի օգնում։ Գնանք բժշկի։ Չէ, դրա կարիք չկա։ Հաստատ էս լարվածությունից է։ Դավիթին տեսել ես, ստացվեց ձեր հանդիպումը։ Բարև բալես։ Ապրես որ եկար։ Ոնց ես։ Լավ եմ, ձեծ Ռուբեն ջան, մերսի։ Բայց ոնց հասկացա, Մարիան լավ չի, հա, որ ասեցիք իր մասին ենք խոսալու, մի տեսակ լարվեցի։ Անկեղծ ասած չեմ ուզում քեզ ծանրաբեռնեմ, բայց ուրիշ տարբերակ էլ չունեմ։ Ես գիտեմ, որ Մարիան քեզ վստահում է։ Գիտեմ, որ դուք իրարից տեղեկացված եք։ Դրա համար ուզում եմ հետդ անկեղծ ու լիարժեք խոսեմ, որ ավելի լավ հասկանանք իրար։ Խոսքը Մարիայի մասին է։ Շատ տարօրինակ է իրան պահում։ Անում է բաներ, որոնց բացատրությունը չունի։ Չի կարող բացատրի ինչի համար է արել։ Դու էլ զարմացար, չէ՞։ Անկեղծ ասած, հա, որովհետև Մարիայի բոլոր քայլերն էլ միշտ բացատրություն ունեցել են։ Ճիշտ ես։ Բայց հիմա ինչ-որ բան է փոխվել։ Դրա համար խնդրանքս հետևյալն է, որ կողքին լինես, հետևողական լինես, շատ ավելի ուշադիր լինես։ Ինքը քո հետ կիսվում է։ Թե իր մտքերով, թե իր քայլերից։ Ես խնդրում եմ,
հենց նկատեցիր, որ բան կա, որ ես պետք է իմանամ, միանգամից ես պետք է իմանամ։ Ես չեմ չափազանցնում, բալես։ Մարիայի վիճակը շատ լուրջ է։ Այնքան լուրջ է, որ այն օրը իմ տնից զենքը վերցել է ու գնացել է տնից, առանց ինձ որևէ բան ասելու։ Ինչ? Հա, հանդիպել ենք, խոսել եմ, մի անհանգստացիր, ամեն ինչ լավ է։ Հաստատ։ Թե ինձ ես ասում այդպես, որ հանգիստ լինեմ։ Չէ, ամեն ինչ լավ է։ Սպասում է հաջորդ դատին։ Ճիշտ է, նեղվում է այդ անարդարությունից, որի պատճառով այդտեղ է, բայց շատ լուրջ է տրամադրված։ Հաջորդն ինձ թե երբ է։ Դեռ չգիտեմ։ Ծանոթում կգաք իմանանք։ Պարզ է։ Այսինքն Մարիան գախնի ձեր զենքը վերցրել է ու փորձել է տանի թակում տեղը դնի։ Հա, անի։ Հա։ Ու ամենաահավորայինն է, որ ես գաղափար չունեմ ինչի համար։ Մտքովս ինչ ասես անցնում է։ Պատկերացնում ես ինչեր կանցնի մտքովս։ Շատ հնարավոր է։ Հնարավոր է ինչ։ Հնարավոր է, որ ինքնասպանության մտքով է վերցրել, բայց հետո փոշմանել է, չի գնացել այդ քայլին։ Բալես, ես քեզ չեմ ուզում վախացնում։ Կներես, եթե հիմա դու քեզ վատ ես զգում, բայց ես հիմա ամեն րոպե, ամեն վայրկյան պետք է Մարիայի կողքը լինեմ։ Չէ, ձեզ Ռուբեն ջան, ինչի մասին եք խոսում։ Ընդհակառակը ավելի լավ, որ ես այսքան բան իմացա, կկարողանամ Մարիային հետ պահեմ սխալներից։ Խնդրանքս հետևյալն է, բալես։ Դու ամեն րոպե իմ հետ էլ կապի մեջ եղի։ Եթե զգաս ինչ-որ բան այն չի, ու ես պետք է իմանամ, մի անգամից զանգում ես ինձ, ժամին չես նայում։ Ես ես հասկացա, ձեզ Ռուբեն ջան։ Ապրես, բալես։ Լավ մարդ էլ այսքան սիրի։ Չեմ հասկանում ինչ է կատարվում հետս։ Ան, ինչի ներս չեկար։ Որովհետև ուզում եմ հիմա իրար հետ շատ անկեղծ խոսանք։ Ու դու ինձ ամեն ինչ պատմելու ես։ Չփորձես մի հատ տառ ինձ խապես, Մարիա։ Ան, ինչ ես ուզում որ ասեմ։ Թե ինչի ես թակուն զենք վերցրել ու դուրս եկել ձեր տնից։ Թե ինչի ես անդադ Ռաֆի անունը տալիս ու լացում։ Ինչի ես անդադ ուզում հետը առանձին հանդիպես։ Էս քո ապրումները ինչ կապ ունեն Ռաֆի հետ, հա, Մարիա։ Անի, Ես արդեն շատ լավ հասկացել եմ, թե ինչա քո մտքում։ Ուղղակի չեմ ուզում հավատամ։ Ես չեմ ուզում հավատամ, որ դու այդ զենքը վերցրել ես, որ Ռաֆին սպանես։ Քեզ ինչա թվում, այդ քեզ օգնելու էր, հա։ Ռաֆին վախացնելու էր, ինքն է գնալու էր այդ մեղքը իր վզով վերցներ։ Ես չեմ, ես ուղղակի ապշած եմ, բա որ ես այնտեղ չլինեի, ինչ է իր անելու։ Լուրջ սպանելու էր դրան։ Ես ինչ մտքեր ա ծագում քո ուղեղում։ Ախր դու միշտ պայքարել ես հանցագործության դեմ, միշտ դեմ ես եղել սպանությանը։ Որ այս ձեռքը զենք վերցնի, գնա հասնի մարդու տուն ու փորձի իրան վնասի։ Ան դու ոչ մի բան չգիտես, ոչ մի բան։ Չգիտեմ, բայց դժվար չի հասկանալը, որովհետև ամեն ինչ իրար հետ եմ կապում։ Դու ես վերջերս միշտ Ռաֆից էիր խոսում։ Հանկամ ինձ էիր մեղադրում, որ ես իրա հետ եմ շփվում, առանձին հանդիպումներ էիր ուզում։
ու Լիլիթից էլ ես հանդիպում ուզե։ Ու գիտես ինչն է ամենահետաքրքիրը, որ դու չես ուզում ուղակի Ռաֆի հետ դրսում հանդիպես։ Ուզում ես ինչ-որ առանձին թակում տեղում լինեք։ Ես ուղղակի պիտի հիմար լինեմ, որ չհասկանամ ինչա քո մտքում Մարիա։ Ախր հասկացի, Ռաֆը ինչ ուզում արած լինի, ինքը արժանի չի, որ դու քո ձեռքերը կեղտոտես, որ քո անունն ու պատիվը ուրանաս։ Հասկանում ես ինձ։ Ու հետո այս ամեն ինչը քո պապան է ինձ պատմում։ Իսկ եթե ես ոչ անուն ունեմ, ոչ էլ պատիվ։ Եթե ինձնից այդ ամենը Ռաֆը խլել է, Մարիա, դու ոչ մի բան չգիտես, խնդրում եմ մի շարունակիր։ Չէ, շարունակելու եմ։ Ու այնքան եմ շարունակելու, մինչև այդ ուղեղդ մտնի։ Ես չեմ հասկանում, դու ինչ ես մտածում, այդ մարդ սպանելը տենց խաղուպար է, հա, սպանելու էր ու գնալու էր հանգիստ ապրեիր։ Ես ինչ իրա քո մտքերում, ես ոնց ես դու թուլացե։ Ես չեմ թուլացել։ Ինձ կոտրել են։ Ես ինձ կորցրել եմ ու այս պահին ինձ նրան են հասցրել, որ ես մենակ այդ մարդու արյունը տենչեմ։ Հալավ ինչ արե Ռաֆը։ Ուղղակի վաղ կոչան նման իր արածից փախել է։ Բայց դե մեկը ուշ թե շուտ պատասխանա տալու։ Ինքը ավելի վատ բան է արել, քան փախնելը։ Ինչ արել է Մարիա։ Ինչ արել, որ քո գլխում այտենց հրեշավոր մտքեր ա ծնվել։ Ինչ արել Ռաֆը։ Ռաֆը ինձ բռնաբարել է։